Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Միակ աղջիկաս ուղարկավորության օրը ես հազիվ էի կանգնում ոտքերիս վրա ցավից, նա ընդամենը 18 տարեկան էր, իսկ ամուսինս ոչ մի արդյունք չթափեց, միայն լուր էր ու դատարկության մեջ էր նայում։ Մի քանի ժամ անց նա պահանջեց դեն նետել նրա բոլոր իրերը, ես մտածեցի, թե դա նրա տարօրինակ վշտի ձև է, բայց գիշերը լսեցի, թե ինչպես է խոսում հեռախոսով։ Նա ոչինչ չի կասկածում, ամեն ինչ գնում է պլանի համաձայն։ Ես դեռ չգիտեի, որ դուստրս ինձ համար հաղորդագրություն էր թողել, եւ այն ամեն ինչ կշրջվի։ Մինչ իմ պատմությունը պատմելը, ասեք, դուք հավատում եք պատահականություններին։ Եթե կարծում եք, որ շատ ողբերգական պատահարների հետևում ինչ-որ մեկի դիտավորյալ մտադրություն կա, սեղմեք լայք, իսկ եթե ոչ, գրեք մեկնաբանություններում, թե ինչու։ Իսկ հիմա ուշադիր լսեք։ Հողը խուլ հարվածեց դագաղի կափարիչին։ Ես սարսուրեցի, կարծես յուրաքանչյուր այդ ծանր թաց կտորը ընկնում էր ուղիղ իմ սրտի վրա։ Ոտքերս թուլացան, եւ եթե չլիներ Սվետան, դպրոցական ընկերուհիս, որ ամբողջ ուժով բռնել էր իմ արմունքից, ես կփլուզվեի հենց այստեղ, հոկտեմբերյան անձրևից թրջված հողի վրա։ Պահպանիր ինքդ քեզ, Նարինե ջան, պահպանիր, շշնջում էր նրա ձայնը, բայց բառերը հասնում էին ինձ ջրի հաստ շերտի միջով, կորցնելով ամեն իմաստ։ Շուրջ բոլորը կորցրել էր հստակությունը, վերածվելով ակվարելային էսքիզի, որն անողոք անձրևն էր լվանում։ Սև հագուստով մշուշոտ ուրվագծեր, իջեցրած գլուխներ, խլացված ցավակցանքի ձայներ։ Միայն դագաղը, իմ Ալիսայի, իմ միակ աղջիկա մարմնով, մնում էր տանջող, անտանելի իրական։ 18 տարեկան, ընդամենը 18, որքան ծրագրեր, որքան հույսեր, որքան ծիծաղ, եւ ամեն ինչ ընդհատվեց գիշերային մայրուղու վրա, մեր նվիրած առաջին մեքենայի ջարդված մետաղի մեջ։ Պաշտոնական վարկածը չի կարողացել կառավարել թաց ճանապարհին, որքան սարսափելի։ Ես բարձրացրի աչքերս, փորձելով ամիսնուս գտնել բազմության մեջ։ Սմբատը կանգնած էր մի փոքր հեռու, հիմնական խմբից առանձին։ Կատարյալ ուղիղ մեջք, ամուր սեղմած շուրթեր, անթափանց դեմքը սև հովանոցի տակ։ 15 տարվա ամուսնության ընթացքում ես այդպես էլ չսովորեցի հասկանալ, թե ինչ է կատարվում այդ սառը զսպվածության դիմակի հետևում։ Հատկապես վերջին տարիներին, երբ մեր միջև ինչ-որ անհասկանալի, բայց անդարձ փոփոխություն էր տեղի ունեցել, նա օտարացել էր, հեռացել, կարծես նրա հոգին ապրում էր ուրիշ չափման մեջ, ուր ինձ մուտք արգելված էր, նա չէր լացում։ Ոչ մի արդյունք չտեսա նրա աչքերում այն պահից, երբ մեզ հայտնեցին սարսափելի լուրը, միայն այդ սառցե, կատարյալ հավաքվածությունը, որը ինձ ավելի էր սարսափեցնում, քան ցանկացած հիստերիա։ Ընդունեք մեր ցավակցությունները, ասաց ինչ-որ մեկը քաղաքավարի դիպչելով ուսիս, ես մեխանիկորեն գլխով արեցի, առանց դեմքերը տարբերելու, առանց խոսքերին լսելու։ Ինչ տարբերություն, թե ով է ասում այդ դատարկ անիմաստ արտահայտությունները, Ալիսան այլևս չկա, իմ աղջիկս, իմ միակ երեխաս, իմ շարունակությունը այս աշխարհում, իմ իմաստը։ Հիշում եմ, թե ինչպես է նա ծնվել, փոքրիկ կոճակ, որը այնքան զվարճալի էր կնճռոտում քիթը, հիշում եմ նրա առաջին քայլը, առաջին մամա բառը, հիշում եմ, թե ինչպես ենք միասին հեքիաթներ կարդում, թե ինչպես է նա քնելուց առաջ խաղում իմ մազերով։ Իսկ Սմբատը մեր կյանք մտավ, երբ Ալիսան 2 տարեկան էր։ Ես վստահ էի, որ նա սիրում էր նրան որպես սեփականը։ Նա մեծացրեց նրան, սովորեցրեց հեծանիվ վարել, ստուգում էր դասերը։ Թե ինձ միայն թվում էր, թե դա իսկապես սեր էր, թե պարզապես կատարյալ ամուսնու եւ հոր դերի մաս, որը նա այդքան վարպետորեն խաղաց այսքան տարի։ Հուղարկավորությունը ավարտվում էր։ Մարդիկ սկսեցին ցրվել, նետելով ինձ վրա ցավակցությամբ լի հայացքներ, որոնք հիմա ինձ պետք էին այնքան, որքան մեռածին պարկը։ Սմբատը վերջապես մոտեցավ, սառը դիպավ իմ արմունքին։ Ժամանակն է գնալու, ասաց նա հանգիստ։ Անձրևն ուժ գնանում էր, ես տեղից չէի շարժվում, թողնել Ալիսային այստեղ մենակ, այս խոնավ սառը հողում։ Ինչպես կարող եմ գնալ, ինչպես կարող եմ նրան թողնել։ Նրա ձայնում հայտնվեցին պողպատե հրամայական նոտաներ, որոնք չէին հանդուրժում առարկություն։ Մենք ոչինչ չենք փոխի այստեղ մնալով, սա ինքնատանջանք է, պետք է մտածել կենդանիների մասին։ Ինչ կենդանի մասին։ Իմ մեջ ամեն ինչ մեռավ այն պահին, երբ տեսա նրա մարմինը դիահերձարանում։ Մեքենայում ես նստած էի, ճակատս սառը ապակուն սեղմած։ Անձրևի կաթիլները հոսում էին դրա վրայով, կարծես աշխարհն այնտեղ լաց էր լինում ինձ հետ։ Սմբատը վստահ վարում էր։ Նրա կողմնագիծը կարծես քանդակված լիներ գրանիտից։ Ոչ մի մկան չէր ցնցվում, ոչ մի տարապանքի ստվեր, ոչ մի կաթիլ վիշտ։ Միայն սառը օտարված հավաքվածություն, կարծես պարզապես կոստյում էր տանում քիմ մաքրման, այլ ոչ թե վերադառնում էր երեխայի հուղարկավորությունից։ Պետք է միտեղ անցնենք, հանկարծ ասաց նա, շրջելով սովորական ճանապարհից անծանոթ փողոց։ Ուր? Հազիվ կենտրոնացա նրա վրա։ Բարեգործական բարի սիրտ հիմնադրամ,
Ուզում եմ իմանալ նրանց աշխատանքի գրաֆիկը, իրերի ընդունման պայմանները։ Ես անհասկացող հայացքով նայեցի ամուսնուս։ Ինչու։ Սմբատը կարճ գրեթե զայրացած հայացքով նայեց ինձ։ Պետք է հավաքենք Ալիսայի իրերը, որքան հնարավոր է շուտ տանք այն, ինչ կարող է ուրիշներին օգտակար լինել։ Ինչ որ սառը եւ սուր բան սեղմեց իմ սիրտը, խեղդելով շնչառությունը, բայց Ալիսայի իրերը անցել է ընդամենը մի քանի ժամ հուղարկավորությունից։ Հենց դրա համար էլ, կտրուկ ասաց նա, առանց հայացքը ճանապարհից կտրելու։ Որքան երկար մնանք անցյալին կառչած, այնքան ավելի դժվար կլինի առաջ գնալ, ավելի լավ է արագ եւ վճռական անել, հավատա այդպես ավելի հեշտ կլինի։ Հեշտ։ Ում համար։ Նրա համար։ Ես սարսափով ու անհասկացողությամբ նայում էի նրան։ Սա այն Սմբաթը չէր, ում ես ժամանակին սիրել էի, թե ես պարզապես երբեք իսկապես չեմ ճանաչել նրան, խաբվելով այսքան տարիներ։ Ես պատրաստ չեմ, հազիվ շշնջացի, զգալով, որ բառերը կոկորթում են խրվում։ Դու երբեք պատրաստ չես լինի։ Նրա ձայնը արդեն բացահայտ կոշտացել էր։ Հնարավոր չէ նրա սենյակը դարձնել մավզոլեյ, դա անառողջ է։ Մենք պետք է ապրենք առաջ, դեռ մենք կանք միմյանց համար։ Այս վերջին բառերը հնչեցին այնքան կեղծ, այնքան անտեղի, որ ուզեցի գոռալ։ Մենք վաղուց չունեինք միմյանց, մենք երկու օտար մարդ էինք, մեկ տանիքի տակ ապրող, կապված ընդհանուր դստերով։ Իսկ հիմա այդ կապն էլ չկա։ Մնացած ճանապարհը լուր անցանք։ Տուն հասնելուն պես ես անմիջապես բարձրացա ննջասենյակ։ Այլևս չկարողանալով խոսել կամ լսել նրա սարսափելի կոշտ խոսքերը, ընդունեցի բժշկի նշանակած քնաբերն ու ընկանվեցի ծանր, անհանգիստ քնի մեջ, նման լճակի, որից ելք չկա։ Երազում տեսա Ալիսային։ Նա կանգնած էր անդունդի եզրին ու նայում էր ինձ, փորձելով ինչ-որ բան ասել, բայց քամին տանում էր նրա բառերը։ Նա ձեռքերն էր մեկնում ինձ, իսկ ես չէի կարողանում ոտք դնել, կարծես ոտքերս հողի մեջ էին մեծացել։ Իսկ նրա թիկունքում կանգնած էր մութ ուրվագիծ, եւ ես գիտեի, թե ում ուրվագիծ է դա։ Արթնացա ձայնից, Սմբատը հեռախոսով էր խոսում, կանգնած միջանցքում։ Անկողնու սեղանի ժամացույցը ցույց էր տալիս գիշերվա 3-ը։ Ամեն ինչ գնում է պլանի համաձայն, լսվում էր նրա խլացված, բայց հստակ ձայնը։ Վաղը կազատվենք իրերից, նա չափազանց ընկճված է, ինչ որ բան կասկածելու համար։ Մի անհանգստացիր, ամեն ինչ կլինի մաքուր։ Գլխավորն այն է, որ թղթերը ստորագրվեն շաբաթվա վերջին, պարզապես արա այնպես, ինչպես պայմանավորվել ենք։ Ես սառեցի, վախենալով շնչել։ Ինչ պլան, ինչ թղթեր, ինչի հետ էր պայմանավորվել։ Երբ նա վերադարձավ ննջասենյակ, ես ձևացրի քնած, զգալով, թե ինչպես է սիրտս խելագարորեն բաբախում։ Նրա խոսքերում, նրա տոնում ինչ որ բան կար, բայց վշտից հյուծված խելքս հրաժարվում էր վերլուծել, հրաժարվում էր հավատալ ամենավատին։ Ես ամեն ինչ գցեցի իմ վիճակին, վշտին, որը ստիպում էր ինձ տեսնել սպառնալիք այնտեղ, ուր այն չկա։ Առավոտյան արթնացած տվարաթղթի շշուկից, Սմբաթը Ալիսայի սենյակ էր տանում ծալված տուփերի կույտ։ Նա շարժվում էր գործնական էներգիայով, որը մեր տանը, լռությամբ եւ վշտով լցված, թվում էր սրբապղծություն։ Բարի առավոտ, ասաց նա կենսուրախ, գրեթե ուրախ տոնով, որից ես վատացա։ Ես պայմանավորվել եմ, բեռնատարը կգա մյուս օրը, այսօր եւ վաղը պետք է ամեն ինչ հավաքենք։ Նա իմ առջև դրեց թղթի մի թերթ, տպված, սա մանրամասն պլան էր, ահա իրերի ցանկը, որոնք պետք է փաթեթավորել։ Ես արդեն նշել եմ, թե ինչը կարելի է տալ հիմնադրամին, իսկ ինչը պարզապես դեն նետել։ Մի մոռացիր նրա պահարանը, գրասեղանն ու բոլոր այդ անհեթեթ բաները։ Ես դողացող ձեռքերով վերցրի ցուցակը։ Անհեթեթ բաներ, այդպես էր նա անվանում իմ դստեր աշխարհը, նրա նկարները, օլիմպիադաների մեդալները, 5 տարեկանից հավաքած զվարճալի ֆիգուրների հավաքածուն։ Ամեն ինչ նրա համար պարզապես աղբ էր, որից պետք է ազատվել։ Սմբատ, ես չեմ կարող։ Իմ ձայնը խզվեց, դարձավ խռպոտ։ Ընդամենը 1 օր է անցել, ինչպես կարող ես այդքան շտապել։ Ամուսնուս դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Բավական է անցյալին կպնել, կտրուկ բարձրացրեց նա ձայնը։ Մենք պետք է ապրենք առաջ։ Կարծում ես ինձ հեշտ է։ Կարծում ես ես չեմ տարապում։ Նրա աչքերում փայլեց ինչ-որ այնքան սառը, այնքան օտար բան, որ ես հետ քաշվեցի։ Դա վիշտ չէր, դա զայրույթ էր։ Զայրույթ այն բանից, որ ես խանգարում եմ նրա պլաններին։ Նկատելով իմ արձագանքը, նա անմիջապես փափկեց, նստեց կողքիս, գրկեց ուսերից։ Ներողություն Նարինե, ես էլ եմ նյարդերի վրա։ Պարզապես կարծում եմ, որ վճռական գործողությունները լավագույն տեղն են։ Դա կօգնի մեզ երկուսիս։ Որքան արագ հեռացնենք այս բոլոր ցավոտ հիշեցումները, այնքան ավելի հեշտ կլինի վերքը բուժել։ Հավատա ինձ։ Ես լուր գլխով արեցի, չգտնելով ուժեր վիճելու համար։ Գուցե նա իրավացի է, գուցե ես խոր եմ ընկղմել վիշտի մեջ, իսկ նա փորձում է մեզ փրկել միակ հասանելի իրեն ձևով։
Այդքան ուզում էի հավատալ դրան։ Նախաչաշից հետո, որին ես այդպես էլ չկարողացա դիպչել, դրան զանգը հնչեց։ Դրան շեմին կանգնած էր Իննան, մեր առաջին հարկի հարևանուհին, մեծ խնձորով կարկանդակ ձեռքին։ Նարինե ջան, տարեց կինը գրկեց ինձ։ Ինչ վիշտ, ինչ սարսափելի վիշտ։ Խնձորով կարկանդակ եմ բերել, հոգեհանգստի։ Ուշ քեզ սիրելիս։ Ես նրան տարա խոհանոց, միացրի թեյնիկը։ Իննան ասում էր ինչ-որ մխիթարող բաներ, բայց խոսքերը չէին հասնում իմ գիտակցությանը։ Շաքարավազի համար պահարան գնալիս լսեցի նրանց խլացված խոսակցությունը հյուրասենյակում։ Իսկ ապահովագրությունը հասցրել եք կնքել վթարից առաջ, հարցրեց հարևանուհին։ Շշշ, ավելի բարձր մի խոսիր։ Կտրուկ ընդհատեց նրան Սերոբը։ Հիմա ոչ, պատը բարակ է։ Ես սառեցի։ Ինչ ապահովագրություն։ Ինչու է հարևանուհին հարցնում դրա մասին։ Ինչի մասին են խոսում։ Բայց երբ վերադարձա, նրանք արդեն խոսում էին առաջիկա ձմռան մասին։ Այդ կարճ նախադասությունը որպես փշուր խրվեց իմ գլխում, բայց ես այն հեռացրի։ Ինչ որ բանի մասին էլ կարող էր լինել։ Գուցե տան կամ նրա մեքենայի ապահովագրության մասին։ Հարևանուհու հեռանալուց հետո նա ասաց, որ պետք է գնա գրասենյակ, ընտանեկան հանգամանքներով արձակուրդի հետ կապված որոշ ձևականություններ լուծելու։ Մենակ մնալով ես դանդաղ, կարծես կոշտացած ոտքերով բարձրացա աղջկաս սենյակ։ Ալիսայի սենյակը, լուսավոր, դեղին պատերով եւ սպիտակ կահույքով։ Նրա սիրելի երաժշտական խմբի պաստառը, լուսանկարներ ընկերուհիների հետ, սեղանին դասագրքերի կույտ։ Ամեն ինչ այնպես ինչպես միշտ։ Կարծես նա պարզապես մի րոպե դուրս է եկել եւ հիմա վերադառնալու է, լցնելով տարածքը իր ծիծաղով։ Նստեցի նրա անկողնուն, ձեռքս անցկացրի փափուկ ծածկոցի վրայով։ Որքան երեկոներ ենք անցկացրել այստեղ, խոսելով ապագայի մասին։ Նա ուզում էր անասնաբույժ դառնալ, երազում էր գնալ Աֆրիկա եւ փրկել փղերին։ Պատկերացու մամ, ես կկարողանամ բուժել իսկական առյուծի։ Նրա զնգուն, երջանիկ ձայնը կարծես դեռ հնչում էր այս սենյակում։ Ծանր հառաչանքով բացեցի պահարանն ու սկսեցի մեխանիկորեն իրերը դնել տուփի մեջ։ Յուրաքանչյուր սվիտեր, յուրաքանչյուր զգեստ առաջացնում էր հիշողությունների ալիք, որոնցից շունչս կտրվում էր։ Ահա սա 9-րդ դասարանի ավարտական զգեստը։ Ահա է զվարճալի շարֆը, որը անցյալ ձմռանը միասին էինք ընտրել։ Հանեցի սև մետաքսյա զգեստը, նրա սիրելին։ Նա գնել էր այն ամառային կես գրամաշնորհի առաջին աշխատավարձով։ Տես մամ, ես դրա մեջ հաստատ նման եմ այն սերիալի դերասանուհուն։ Զգեստը սեղմեցի դեմքիս։ Շնչեցի նրա անուշաբույրի հազիվ նկատելի հոտը, վանիլի եւ ինչ-որ աննկարագրելիորեն ծանոթ, իր սեփական հոտի խառնուրդ։ Սենյակ առանց թակելու մտավ Սմբատը, նա վերադարձել էր ավելի շուտ, քան սպասում էի։ Տեսնելով ինձ զգեստը ձեռքիս, նա խոժորվեց, արագ մոտեցավ, խլեց մետաքսյա գործվածքը ձեռքերիսս։ Մի տանջիր քեզ, սա այլևս ոչ մեկին պետք չէ։ Նա նետեց այն բարեգործության համար նախատեսված բաց տուփի մեջ եւ դուրս գնաց առանց պատասխանի սպասելու, ամուր փակելով դուռը։ Ես մնացի նստած հատակին, նայելով այդ կոծկված սև բծին ստվարաթղթե տուփի մեջ։ Ինչ որ բան էր կատարվում, ինչ որ սարսափելի բան, որ ես չէի հասկանում։ Իմ հայացքն ընկավ Ալիսայի ուսապարկի վրա, որը գծված էր սեղանի մոտ, նույնը, որով նա եղել էր իր վերջին օրը։ Ես քաշեցի այն դեպի ինձ, բացեցի դասագրքերը, տետրերը, գունավոր գրիչներով պատյանը։ Ամեն ինչ այնքան սովորական, այնքան կենթանի։ Հանեցի կենսաբանության դասագիրքը, նրա սիրելի առարկան։ Ամբողջը նշանակված էր։ Էջերը շրջելիս նկատեցի ներդրված թերթիկ, 4 անգամ ծալված։ Ոչ թե էջանիշ, այլ գրություն։ Բացեցի այն։ Ալիսայի ձեռագիրը, անհարթ, շտապողական։ Մամա, եթե դու սա կարդում ես, նշանակում է ինձ հետ ինչ-որ բան է պատահել։ Սա պատահար չէր։ Խնդրում եմ, նայիր իմ ուսապարկի գաղտնի խցիկում։ Այնտեղ ամեն ինչը ինչ ես գտել եմ։ Մի վստահիր Սմբատին։ Զգուշ եղիր, շատ եմ սիրում քեզ։ Սիրտս խելագարորեն բաբախեց։ Ես 3-4 անգամ կարդացի գրությունը, չհավատալով աչքերիս։ Ինչ գաղտնի խցիկ։ Լիխորադորեն սկսեցի շոշափել ուսապարկը, եղունգներով պատրելով ենթաշերտը, եւ գտա այն։ Փոքրիկ կայծակաճարմանդով խցիկ, այնքան հմտորեն ներդրված, որ գրեթե անտեսանելի էր։ Ներսում ընկած էր բարակ թղթապանակ։ Ձեռքերս այնքան էին դողում, որ հազիվ կարողացա բացել այն։ Եվ այն, ինչ տեսա ներսում, ստիպեց, որ հողը ոտքերիս տակից հեռանա։ Ապահովագրական պոլիսների պատճեններ, կնքված 3 ամիս առաջ։ Մեկը Ալիսայի կյանքի համար 40 միլիոնով, երկրորդը իմը, նույն գումարով։ Երկու դեպքում էլ շահառուն Սերոբ, հետո նրա բանկային հաշիվներից քաղվածքներ, հսկայական պարտքեր, մի քանի բանկերում ժամկետանց վարկեր, ընդհանուր գումարը մոտենում էր 45 միլիոնի։
կոլեկտորների նամակներ։ Նա սնանկ էր, թեև շարունակում էր ձևացնել, թե իր բիզնեսը ծաղկում է։ Հետո գնում էին նրա նամակագրության տպագրությունները մեսենջերում ինչ-որ Կրիստինա անունով կնոջ հետ։ Շուտով սինելիս, շատ շուտով մենք կլուծենք բոլոր խնդիրները։ Ես կազատվեմ բալաստից, եւ մենք կսկսենք նոր կյանք։ Մեզ կբավարարի ծովիափին տուն եւ ամեն ինչ, ինչի մասին երազել ենք։ Բալաստ, սա նա մեզ մասին էր ասում, ինձ եւ Ալիսային։ Եվ ամենասարսափելին, վերջին ֆայլը։ Աուդիո ձայնագրություն, որը երևի Ալիսան արել է իր հեռախոսով, պատահաբար լսելով նրա խոսակցությունը գրասենյակում։ Սերոբի ձայնը հանգիստ, գործնական, առանց հույզերի։ Ոչ ոք ոչինչ չի ապացուցի։ Գլխավորն այն է, որ ամեն ինչ թվա որպես պատահար։ Մի քանի շաբաթից ամեն ինչ կավարտվի։ Սա կլուծի խնդրի առաջին մասը։ Առաջին մասը, Ալիսան առաջին մասն էր, իսկ ես ակնհայտորեն երկրորդը։ Օդը սպառվեց։ Ես նստած էի հատակին, իմ մեռած դստեր-սենյակում, շրջապատված ապացույցներով, որ նրան սպանել է իմ սեփական ամուսինը, մարդը, ով մեծացրել է նրան 2 տարեկանից, մարդը, ում հետ ապրել եմ 15 տարի։ Նա սպանել է նրան սառը արյունով, հաշվարկված, փողի եւ սիրուհու հետ նոր կյանքի համար։ Եվ հիմա նա պատրաստվում էր սպանել ինձ։ Պանիկան սառցե ալիքով ծածկեց ինձ, պետք է անմիջապես փախչել, բայց ուր եւ ինչ անել այս փաստաթղթերի հետ։ Ներքևում մտնող դուռը խփեց, նա վերադարձել էր։ Ես արագ թղթապանակը հետ դրի ուսապարկի մեջ, իսկ ուսապարկը միակ տեղը, ուր իմ կարծիքով նա հաստատ չի նայի։ Մեր լոգարանի օդափոխության խողովակը ցանցաջաղի հետևում։ Ընթրիքին իջա դեմքիս դրած խոր վիշտի եւ հոգնածության դիմակ։ Սա իմ կյանքի լավագույն դերասանական խաղն էր, որովհետև դիմակի հետևում թաքնված էր նախնական հոգին սառեցնող սարսափը։ Նրա յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր հայացքն այժմ թվում էր մահացու սպառնալիք։ Նա ռեստորանից պատվիրել էր ուտելիք, իմ սիրելի ծովամթերքով պաստան, եւ բացեց թանկ գինու շիշ, կարծես փորձելով հարթել իր ցերեկային կոշտությունը։ Դու երեկվանից գրեթե ոչինչ չես կերել, ասաց նա լցնելով բաժակները։ Պետք է ուժեր պահպանել։ Նստեցի դիմացը, զգալով ինձ օձի հետ մեկ վանդակում գտնվող մկնիկի պես։ Յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր բառը կարող էր դավաճանել ինձ։ Ուսապարկը փաստաթղթերով ապահով էր։ Ես մեր անունից նվիրատվություն արեցի հիվանդ երեխաներին օգնելու հիմնադրամին, մեծ գումար։ Կարծում եմ դա ճիշտ է։ Ես ուշադիր նայեցի ամուսնուս, որտեղից նրա մոտ փող, եթե սնանկ է, միայն եթե ապահովագրությունից։ Նա արդեն ստացել է փողը իմ դստեր մահվան համար։ Քո կողմից շատ արատաձեռն է, ասացի, փորձելով, որ ձայնս հնչի հավասարաչափ, հատկապես հաշվի առնելով մեր ֆինանսական վիճակը։ Ստասը միակընթաց սառեց, ապա անտարբեր ուսերով արեց։ Ֆիրմայի գործերը վերջին ժամանակներս ավելի լավ են գնում։ Անսպասելի պայմանագիր։ Բացի այդ, կան փողից ավելի կարևոր բաներ։ Նա բարձրացրեց բաժակը, կարծես տոստ ասելով հիշատակի համար, Ալիսայի եւ մեր ապագայի։ Ես նկատեցի նրա ձեռքի տարօրինակ շարժումը։ Մի վայրկյան թվաց, թե նա ինչ-որ բան արագ գցեց իմ գինու մեջ, փոքրիկ հապ, որ անհետացավ առանց հետքի, թե սա պարանոյայի խաղ էր իմ երևակայության մեջ, ամեն ինչ իմանալուց հետո։ Հիշատակին, արձագանքեցի ես, բաժակը բարձրացնելով, բայց չխմեցի։ Ստասը աչք չէր կտրում ինձանից, սպասելով, թե երբ եմ խմելու կում։ Ես դրեցի բաժակը, վերադարձա ուտելիքին։ Այսօր այնքան հոգնած եմ, կարծես շուտ կգնամ քնելու։ Խմիր գինին, համառորեն ասաց նա, կօգնի հանգստանալ, հատուկ ընտրել եմ քո սիրելին։ Ես ուժով շպտացի, շնորհակալ եմ, բայց կարծես ալկոհոլն այժմ միայն կուժեղացնի գլխացավը, ավելի լավ է խմեմ հանգստացնող։ Ես վերկացա սեղանից, զգալով, թե ինչպես են լարվում մեջքիս մկանները նրա այրող հայացքի տակ։ Առանց շրջվելու բարձրացա վերև, ննջասենյակ, փակեցի դուռը եւ հենվեցի դրան, դողալով վախից։ Նա ինչ-որ բան խառնել էր գինու մեջ։ Գրեթե համոզված էի։ Նա ուզում էր, որ ես ամուր քնեմ, բայց ինչի համար։ Ես փակվեցի լոգարանում։ Ինձ պետք էր մեկը, ում կարող եմ վստահել, բայց ով։ Մեր ընդհանուր բոլոր ընկերները, նրանց չի կարելի։ Ծնողներս վաղուց մահացած են, եւ հանկարծ հիշեցի Արմենին, հայրիկիս հին ընկերը։ Նա աշխատում էր սպանությունների բաժնում, հետաքննիչ։ Շատ տարիներ չէինք շփվել, բայց ժամանակին հաճախ էր մեր տանը լինում, դեռ ամուսնանալուց առաջ։ Նա կօգնի, պետք է օգնի։ Գտա նրա համարը հին հեռախոսագրքում, որը պահում էի փաստաթղթերի դարակում։ Ձեռքերս դողում էին, երբ հավաքում էի համարը։ Արմեն, ասացի, երբ նա պատասխանեց, սա Նարինեն է, հիշում ես ինձ։ Իհարկե հիշում եմ։ Նրա ձայնում զարմանք կար։ Ինչ է պատահել։ Լսել եմ քո դուստեր մասին, ընդունիր իմ խորին ցավակցությունները։ Շնորհակալ եմ, ինձ օգնություն է պետք, շտապ, սա կյանքի ու մահվան հարց է։ Նա մի վայրկյան լռեց։ Ինչ է պատահել, ասա։ Հեռախոսով ոչ, կարող ենք հանդիպել վաղը հնարավորինս շուտ։ Իհարկե, որտեղ եւ երբ։ Ես նշեցի աննկատելի սրճարանի հասցեն, քաղաքի ծայրամասում, ժամը 9-ին, եւ խնդրում եմ ոչ ոքի չասեք։ Հասկացա, մենակ կլինեմ։
Առավոտյան ստիպված եղա ամբողջ ներկայացում խաղալ տնից դուրս գալու համար։ Հորինեցի պատմություն, թե պետք է գնամ աշխատանք որոշ փաստաթղթերի համար։ Նա ուզում էր ինքը տանել ինձ, բայց ես համարեցի, որ կհաղթահարեմ։ Նա ինձ տաքսի պատվիրեց իր հավելվածով։ Հասկացա, որ պատրաստվում է հետևել իմ երթուղուն։ Դա փչացնում էր ամբողջ պլանը։ Ստիպված եղա իմպրովիզ անել։ Վարորդին ասացի գրասենյակի հասցեն, ճանապարհին խնդրեցի կանգ առնել դեղատան մոտ, հղում անելով ուժեղ գլխացավին։ Մեքենայից իջնելով անմիջապես բռնեցի մեկ այլ տաքսի եւ գնացի Արմենի մոտ։ Նա արդեն սպասում էր ինձ, բարձրահասակ, մոխրագույն մազերով, շատ ուշադիր աչքերով։ Նա ժամանակ չվատնեց դատարկ խոսքերի վրա։ Ինչ է պատահել։ Դու վախեցած ես թվում։ Ես շուրջս նայեցի, ձայնս իջեցրի։ Ալիսան պատահաբար չի մահացել։ Ամուսինս կազմակերպել է վթարը ապահովագրության համար, եւ հիմա հերթը իմն է։ Հանեցի հեռախոսը եւ բացեցի փաստաթղթերի լուսանկարների թղթաբանակը։ Ալիսան ամեն ինչ գտել է։ Նա հավաքել է ամբողջ դոսիե։ Նա ուշադիր դիտում էր լուսանկարները։ Նրա դեմքն ավելի եւ ավելի լուրջ ու կոշտ էր դառնում։ Երբ ես սա հայտնաբերել։ 3. Ալիսան գրություն էր թողել։ Նա շտապում է ամեն ինչ դուրս բերել, ոչնչացնել ապացույցները։ Նա արդեն այսօր բեռնագիրներ է կանչել նրա իրերից ազատվելու համար։ Այդպես Արմենը մտածկոտ մատներով թակում էր սեղանին։ Այստեղ ուղղակի ապացույցներ չկան նրա մասնակցության վթարին։ Անուղղակի այո, բայց ձերբակալության համար դա բավարար չէ։ Պետք են մեխանիկի ցուցմունքներ կամ նրա սեփական խոստովանություն։ Այդպես գտեք, ես առաջ խոնարհվեցի։ Հարցաքննեք մեխանիկին, ինչ որ բան արեք, մինչև նա ինձ չսպանի, ինձ էլ։ Արմենը ձեռքս ծածկեց իր ձեռքով։ Ես կօգնեմ քեզ, բայց պետք է շատ զգուշ գործենք։ Եթե քո ամուսինը իսկապես սպանող է, նա վտանգավոր է, հատկապես եթե զգա սպառնալիքը։ Նա կում խմեց սուրճից։ Տուն չպետք է վերադառնաս։ Չի կարելի, գլուխս թափ տվեցի։ Նա կկասկածի։ Բացի այդ, փաստաթղթերի օրիգինալները մնացել են այնտեղ թաքստոցում։ Պետք է վերցնեմ դրանք։ Չափազանց վտանգավոր է։ Ես պետք է, սա իմ միակ պաշտպանությունն է։ Արմենը հառաչեց։ Լավ, բայց ես քեզ կտամ փոքրիկ խոսափող, կկպցնես հագուստիդ վրա, կգրարես բոլոր խոսակցությունները։ Եթե բախտ վիճակվի, նա կխոսի։ Նա գրպանից հանեց կոճակի չափի սարք։ Մարդկոցը բավարար է մեկ օրվա համար։ Գրառումը գնում է ուղիղ այս սարքի վրա։ Ես վերցրի խոսափողը, թաքցրի բլուզիս գրպանում։ Զանգիր այս համարին։ Նա թվերը գրեց անձեռոցիկի վրա։ Ցանկացած ժամանակ եւ յուրաքանչյուր 3 ժամը մեկ ուղարկիր հաղորդագրություն։ Եթե բաց թողնես թեկուզ 1 կապի սեանս, կգամ խմբի հետ։ Նա ամուր սեղմեց իմ ձեռքը։ Զգույշ եղիր, մի հրահրիր նրան։ Ձևացրու, թե ոչինչ չգիտես։ Իսկ ես կզբաղվեմ մեխանիկի եւ այդ Քրիստինայի որոնմամբ։ Ես վերադարձա տուն, երբ բեռնագիրները արդեն դուրս էին տանում վերջին տուփերը։ Նա դիմավորեց ինձ մուտքի մոտ։ Նրա դեմքը լարված էր։ Որտեղ էիր։ Զանգում էի։ Խորհրդակցություն հանգիստ ստեցի ես։ Հետո անցա հաշվապահություն։ Նա ուշադիր նայում էր ինձ, կարծես փորձելով բռնել ստի մեջ։ Անհանգստացել եմ, մտածել եմ վատացել ես։ Ամեն ինչ կարգին է, փորձեցի ժպտալ անցնելով տուն։ Ալիսայի սենյակը դատարկ էր։ Մերկ պատեր, դատարկություն այնտեղ, որտեղ եղել էր նրա անկողինը, սեղանը։ Կարծես երբեք չի եղել։ Ինձ այնպիսի հուսահատություն պատեց, որ հազիվ կանգնեցի ոտքերիս վրա։ Նա ջնջում էր նրան, ջնջում մեր կյանքից, մեր տանից։ Առաջին վերթին գնացի լոգարան, պետք էր վերցնել ուսապարկը, միացրի ջուրը ձայնը խլացնելու համար եւ զգուշորեն հանեցի օդափոխության ցանցաճաղը։ Դատարկ, ուսապարկը չկար։ Արյունը սառեց երակներում։ Նա գտել էր։ Նա հայտնաբերել էր թաքստոցը եւ վերցրել ապացույցները։ Երբ, ինչպես։ Եթե նա ամբողջ ժամանակ հետևում էր ինձ։ Եթե սկզբից ի վեր գիտեր, որ ես ինչ-որ բան եմ հայտնաբերել։ Ես դուրս եկա լոգարանից եւ սառեցի։ Ննջասենյակի դռան մեջ կանգնած էր նա։ Ինչ-որ բան ես փնտրում, հարցրեց նա խաբուսիկորեն փափուկ ձայնով։ Ոչ, պարզապես լվացվում էի։ Իմ սիրտն այնքան ուժգին էր բաբախում, որ թվում էր նա պետք է լսեր դրա ձայնը։ Տարօրինակ է։ Թվաց, թե ինչ-որ բան ես փնտրում օդափոխության մեջ։ Նա գիտեր։ Ամբողջ ժամանակ գիտեր եւ խաղում էր ինձ հետ, ինչպես կատուն մկնիկի հետ։ Այնտեղ բորբոս կար։ Ստեցի կարչելով վերջին հույսից։ Նա սառը ժպտաց։ Բորբոս, իհարկե։ Իսկ սա չես փնտրում։ Նա ցույց տվեց նույն թղթապանակը, Ալիսայի, որ եղել էր ուսապարկում։ Որտեղ է ուսապարկը։ Հարցրի հասկանալով, որ այլևս ձևացնելն անիմաստ է։ Ապա հոստեղում, ինչպես մնացած փաստաթղթերը։ Գիտես, Ալիսան խելացի աղջիկ էր։ Չափից ավելի խելացի իր բարօրության համար։ Եվ դու գնում ես նրա հետքերով։ Նա քայլ արեց դեպի ինձ։ Ում հետ ես հանդիպել այսօր։ Մի ասա, թե աշխատանքում էիր։ Զանգել եմ այնտեղ։ Դու այնտեղ չես եղել։ Ես հետ քաշվեցի դեպի պատուհանը։ Հանդիպել եմ ընկերուհիս, պետք էր խոսել։ Ստում ես։ Նա գլուխը թափ տվեց։ Ամբողջ ժամանակ ստում ես։
Կարծում ես չեմ տեսնում։ Կարծում ես չեմ նկատում, թե ինչպես ես փոխվել վերջին 2 օրերին։ Նա ավելի մոտեցավ։ Դու գտել ես Ալիսայի թղթապանակը, կարդացել ես փաստաթղթերը եւ հիմա պլաններ ես կառուցում իմ դեմ։ Զգացի, որ մեջքս հենվել է սառը պատուհանագոգին։ Ավելի հետ քաշվելու տեղ չկար։ Դու սպանել ես նրան։ Արտասանեցի ուղիղ նայելով նրա աչքերին։ Սպանել ես մեր դստերը փողի համար։ Մեր, նա ծիծաղեց։ Նա երբեք իմ դուստրը չի եղել։ Փչացած ամբարտավան աղջիկ, որը միշտ խառնվում էր ուրիշի գործերին։ Նա դարձել էր խոչընդոտ։ Նա այդքան հանգիստ, այդքան սովորական էր խոսում, կարծես եղանակի կամ էլեկտրաէներգիայի հաշիվների մասին էր խոսում։ Սարսափով գիտակցեցի, որ ընդհանրապես չեմ ճանաչել մարդուն, ում հետ ապրել եմ 15 տարի։ Նրա մեջ ոչինչ մարդկային չկար։ Խոչընդոտ ինչի համար։ Հարցրի հույս ունենալով, որ բլուզիս վրա խոսափողը գրառում է նրա յուրաքանչյուր բառը։ Նա ուսերով արեց։ Նոր կյանքի համար։ Հոգնել եմ Նարինե։ Հոգնել եմ այս ամուսնությունից, այս տանից, օրինակելի ընտանիքի հայր լինելու դերից։ Հանդիպել եմ կնոջ, ում սիրում եմ, բայց նոր կյանքի համար պետք էին փողեր։ Ապահովագրությունը Ալիսայի համար առաջին քայլն էր։ Նա դադար արեց, ուշադիր նայելով ինձ։ Դու պետք է լինեիր հաջորդը։ 6 ամիս հետո, երբ Ալիսայի մահվան շուրջ աղմուկը հանգչի։ Պատահար, ողբերգական համընկնում։ Վշտից կործանված ամուսինը ստանում է ապահովագրությունը եւ սկսում է նոր կյանք, մաքուր էջից։ Կատարյալ պլան։ Դու հրեշ ես։ Ես պրագմատիկ եմ, առարկեց նա։ Ես համբերատար էի, սպասում էի հարմար պահի, բայց Ալիսան ամեն ինչ քչացրեց իր հետաքրքրասիրությամբ։ Իսկ հիմա դու գնում ես նույն ճանապարհով։ Հանկարծ նա գրեթե քնքուշ ժպտաց։ Բայց դեռ ուշ չէ ամեն ինչ ուղղել։ Ասա ում հետ ես հանդիպել այսօր։ Ում ես ցույց տվել փաստաթղթերը։ Եթե խելոք լինես եւ օգնես ինձ հետքերը ջնջել, գուցե կյանքդ խնայեմ։ Պարզապես կանհետանաս, կգնաս ինչ-որ հեռու տեղ եւ երբեք չես վերադառնա։ Ես լռեցի, ասել Արմենի անունը, նրան մահվան դատապարտել։ Նա վկաներ չի թողնի։ Լռում ես, նա հառաչեց։ Ինչ արած, ստիպված կլինեմ ուրիշ ձևով բարձել։ Նա հանեց հեռախոսը, բացեց ինչ-որ հավելված։ Հետաքրքիր է, դեղատնից հետո ուր ես գնացել։ Այսօր դրանցից ոչ մի տեղ չես փախչի։ Ես սառեցի, ես չէի մտածել դրա մասին, պանիկայի մեջ էի եւ մոռացել էի, որ ժամանակակից աշխարհում հետք թողնելը այդքան հեշտ է։ Հին Արբաթ սրճարան, ձգեց նա նայելով էկրանին։ Լավ տեղ է։ Ով էր քո զրուցակիցը։ Նա արագ ոլորեց ինչ-որ բան հեռախոսում։ Հա, ահա շենքի դիմացի տեսախցիկը։ Նայենք։ Ես նետվեցի առաջ, փորձելով խլել հեռախոսը, բայց նա հեշտությամբ բռնեց իմ ձեռքը։ Մի հիմարացիր, սա ոչինչ չի փոխի։ Նա կտրուկ քաշեց ինձ դեպի իրեն, շրջեց եւ ձեռքս ոլորեց մեջքիս հետևում։ Նախքան բղավել հասցնելը նա ազատ ձեռքով փակեց իմ բերանը։ Լուր, ոչ մի ձայն։ Նա հրեց ինձ դեպի պահալանը, բացեց դուռը եւ հանեց սկոչի գլան։ Ներողություն խրոխտության համար, բայց դու ինձ ընտրություն չես թողնում։ Ես փորձեցի դուրս պրծնել, բայց նրա բռնվածքը երկաթե էր։ Նա արագ ու հմտորեն փաթաթեց սկոչը իմ դաստակներին, հետո նստեցրեց անկողնուն եւ լայն շերտ կպցրեց բերանիս վրա։ Հանգիստ նստիր, ասաց նա, ստուգելով իմպրովիզացված ձեռնաշղթաների ամրությունը։ Իսկ ես մինչդեռ կնայեմ ֆիլմը քո հանդիպման մասին, հետո կխոսենք քո նոր ընկերոջ մասին։ Նա դուրս գնաց, դուռը դրսից փակելով։ Ես մնացի մենակ, բերանս կպցրած եւ ձեռքերս կապված։ Պանիկան սառցե ալիքով ծածկեց ինձ։ Ինչ անել հիմա, ինչպես օգնություն կանչել, ինչպես զգուշացնել Արմենին։ Լիխորադորեն շուրջս նայեցի։ Պետք է ազատվել, պետք է գտնել սկոչը ձեռքերից հանելու ձև։ Անկողնու սեղանին նկատեցի ծանր ապակե ծաղկամանը ծաղիկներով։ Եթե կոտրեմ այն, կարող եմ օգտագործել բեկորը սկոչը կտրելու համար։ Զգուշորեն աղմուկ չբարձրացնելու համար վեր կացա անկողնուց եւ մոտեցա սեղանին։ Մեջքով դառնալով կապված ձեռքերով շոշափեցի ծաղկամանը եւ դանդաղ հրեցի այն եզրին։ Վազան ընկավ գորգի վրա խուլ ձայնով, բայց չկոտրվեց։ Ես հանգիստ հառաչեցի հուսահատությունից։ Ինչ անել հիմա։ Հայացքս ընկավ զուգարանի սեղանի հայելու վրա։ Եթե կոտրեմ այն, բայց ինչպես, ձեռքերս կապված են, բերանս կպցրած, բղավել չի կարելի, եւ հանկարծ նկատեցի իմ հեռախոսը կոմոդի վրա։ Նա շտապի մեջ մոռացել էր վերցնել այն։ Եթե միայն հասցնեի հաղորդագրություն ուղարկել Արմենին, անհարմար մոտեցա կոմոդին, մեջքով դառնալով կապված ձեռքերով շոշափեցի հեռախոսը, բայց անմիջապես առաջացավ նոր խնդիր՝ ինչպես բացել էկրանը։ Մատնահետքի սկաները հետևի կողմում էր եւ ստիպված եղա խեղաթյուրվել, որպեսզի մեծ մատով հասնեմ դրան։ Մի քանի փորձերից հետո էկրանը վառվեց։ Հիմա պետք է բացեի մեսենջերը եւ գտնեի Արմենի կոնտակտը։
Պտտեցի հեռախոսը ձեռքերում, փորձելով մատների ձայներով սեղմել պատկերակների վրա։ Յուրաքանչյուր շարժում դժվարությամբ էր տրվում, բայց հուսահատությունը ուժեր էր տալիս։ Դրան հետևից լսվում էր ամուսնուս մռմնջոցը, կարծես նա նայում էր ձայնագրությունը եւ մեկնաբանում էր։ Ժամանակը գնալով պակասում էր։ Վերջապես բացեցի Արմենի հետ երկխոսությունը եւ սկսեցի հաղորդագրություն հավաքել։ Սոս, ավելին չհասցրի։ Դրան փականը պտտվեց։ Ես արագ նետեցի հեռախոսը կոմոդի վրա եւ նետվեցի դեպի անկողինը։ Հասցրի նստել վայրկյան առաջ, նախքան դուռը բացվելը։ Նա մտավ ձեռքին իր հեռախոսը։ Նրա դեմքը խեղաթյուրված էր զայրույթից։ Ահա ում հետ ես հանդիպել։ Որոշել ես միացնել հին հայրիկիդ կապերը։ Մտածել ես նա կփրկի քեզ։ Նա մոտեցավ ինձ, կախվելով վրաս։ Վատ ընտրություն, Նարինե, շատ վատ։ Հիմա ստիպված կլինեմ հաշվեհարդար տեսնել ոչ միայն քեզ, այլև նրա հետ։ Նա կտրուկ պատրեց սկոչը բրանիցս։ Ես ցավից բղավեցի։ Ներողություն, նա դեմքը խոժորեց։ Նա գնաց դեպի պահարանը եւ հանեց փոքրիկ ճամփրուկ։ Բացեց այն։ Ներսում տեսա բժշկական գործիքներ, ալվեոլներ, ներարկիչներ։ Ինչ ես պատրաստվում անել, հարցրեցի, փորձելով, որ ձայնս հնչի ամուր։ Ստասը հանեց ներարկիչն ու ալվեոլը։ Նախ հանգստացնել քեզ։ Դու չափից շատ ես հուզված, իսկ մեզ դեռ երկար խոսակցություն է սպասվում։ Նա լցրեց ներարկիչը թափանցիկ հեղուկով։ Սա կօգնի հանգստանալ եւ ազնվորեն պատասխանել իմ հարցերին։ Ինչ հասցրիր պատմել Արմենին, որոնք են նրա պլանները։ Ես հետ քաշվեցի դեպի անկողնու գլխատախտակը։ Ոչ ոքի ոչինչ չեմ ասել, երդվում եմ։ Կրկին սուտ, նա գլուխը թեփ տվեց։ Դու սրճարանում չես եղել ժամից ավելի, դու չես լռել։ Նա ավելի մոտեցավ, ներարկիչը պատրաստ պահած։ Ես փորձեցի հետ քաշվել, բայց մեջքս հենվեց պատին։ Խնդրում եմ, արի խոսենք, ամեն ինչ կանեմ, ինչպես ասես, միայն մի դիպչիր ինձ։ Վերջին շանսը ասելու ճշմարտությունը։ Նա կախվեց վրաս։ Ինչ ես ասել Արմենին։ Ես լռեցի։ Նա հառաչեց։ Ինչ արած։ Նա բռնեց իմ ուսից, պատրաստվելով ներարկել ասեղը։ Այդ պահին ներքևից դրան զանգը հնչեց, բարձր համար։ Նա սառեց, լսելով։ Ում ես սպասում, հարցրեց նա, ուսը սեղմելով միջև ցավը։ Ես գլուխս թափտվեցի։ Ոչ, գուցե հարևանները կամ կուրիերը։ Զանգը կրկնվեց, այս անգամ ավելի համար, գրեթե ագրեսիվ։ Նա տատանվեց, հետո դրեց ներարկիչը սեղանին։ Մի շարժվիր, շուտով կվերադառնամ։ Նա դուրս գնաց, կրկին փակելով դուռը։ Լսեցի նրա ոտնաձայները աստիճաններով, հետո մուտքի դրան բացվելու ձայնը եւ խլացված ձայներ։ Բառերը չէի կարողանում տարբերել, բայց մեկը ծանոթ թվաց։ Արմենը, միթե նա ստացել է հաղորդագրությունս եւ եկել է։ Սա իմ շանսն էր, գուցե միակը։ Կրկին նետվեցի դեպի կոմոդը, բռնեցի հեռախոսը։ Արագ հավաքեցի ննջասենյակ, երկրորդ հարկ օգնիր եւ սեղմեցի ուղարկել։ Ներքևի ձայները ավելի բարձրացան, կարծես Սմբատը վիճում էր այցելուի հետ։ Շուրջս նայեցի, փնտրելով ինչ-որ բան, որ կօգներ ազատվել։ Հայացքս ընկավ սեղանի լամպի վրա, ծանր մետաղյա հիմքով։ Մոտեցա սեղանին, մեջքով դարձա եւ սկսեցի սկոչը քսել սուր եզրին։ Դանդաղ, տանջող դանդաղ, բայց կոչը սկսեց տրվել։ Ներքևից լսվեց դրան փակվելու ձայնը։ Սմբատը վերադառնում էր։ Ես կրկնապատկեցի ջանքերը, զգալով, թե ինչպես է սկոչը վերջապես պատրվում։ Կա։ Ձեռքերս ազատվեցին այն պահին, երբ աստիճաններով լսվեցին նրա արագ ոտնաձայները։ Արագ թաքցրի սկոչի մնացորդները անկողնու տակ եւ շուրջս նայեցի զենք փնտրելով։ Ոչինչ հարմար չկար բացի նույն սեղանի լամպից։ Բռնեցի այն լարն վարդակից քաշելով եւ կանգնեցի դռան հետևում։ Բանալին պտտվեց փականի մեջ։ Դուռը բացվեց եւ նա քայլ արեց սենյակ։ Դա պարզապես նա չհասցրեց ավարտել։ Ես ամբողջ ուժով իջեցրի լամպը նրա գլխին։ Նա տատանվեց, բայց չընկավ, շրջվեց բռնելով իմ ձեռքը։ Աղ դու, մենք կռվեցինք ջերմ ուժգին պայքարում։ Նա ավելի ուժեղ էր, բայց զայրույթն ու վախը ուժեր էին տալիս ինձ։ Նրա դեմքին մեխեցի եղունգներս, փորձելով հասնել աչքերին։ Նա ցավից մռնչաց, շրպրտեց ինձ դեպի պատը։ Հարվածեցի մեջքով, մի վայրկյան շնչառությունս կորցրի։ Նա մոտենում էր ինձ։ Նրա այդի քերծվածքից արյուն էր հոսում։ Դու կզղջաս դրա համար։ Պատրաստվում էի ամեն ինչ արագ եւ անցավ անել։ Հիմա ստիպված կլինեմ ուրիշ կերպ։ Նա բռնեց ներարկիչը սեղանից։ Նախ կպատմես ինձ ամեն ինչ, հետո կգինանք այն կամրջին, որտեղ Ալիսան վթարի է ենթարկվել։ Ողբերգական պատմություն։ Մայրը չի դիմացել դստեր մահվանը, կրկնել է նրա ճակատագիրը։ Ես հետ էի քաշվում, միջև պատուհանին հենվեցի։ Դու չես խուսափի պատասխանից Սմբետ։ Չափից շատ մարդիկ արդեն գիտեն։ Բլեֆ ես անում, նա ծիծաղեց, բայց շուտով կասես ճշմարտությունը։ Նա նետվեց ներարկիչով, բայց ես խուսափեցի։ Ներարկիչը խրվեց պատուհանի շրջանակի մեջ եւ ասեղը կոտրվեց։ Նա հայհոյեց, նետեց անօգուտ գործիքը։ Լավ, առանց քիմիայի կանցնենք։ Նա բռնեց իմ կոկորդից սեղմելով պատին։ Ով գիտի փաստաթղթերի մասին, ասա։ Ոստիկանությունը։ Խրպոտորեն ասացի, փորձելով բացել նրա մատները։ Ես ամեն ինչ ուղարկել եմ ոստիկանություն։ Ստում ես, նա ավելի ուժեղ սեղմեց։ Դու ոստիկանություն չէիր գնա։
Չափից շատ ես վախանում, որ քեզ չեն հավատա։ Աչքերիս առջև սև կետեր էին պտտվում։ Օդը չէր բավականացնում։ Վերջին ուժերով հարվածեցի նրան ծնկովաճուկին։ Նա ողողուքեց, թուլացրեց բռնվածքը եւ ես դուրս պրծա։ Նետվեցի դեպի դուռը, բայց նա բռնեց ինձ, մազերից քաշելով։ Նա շրջեց ինձ դեպի իրեն, ձեռքը բարձրացրեց հարվածելու համար։ Ձեռքերս բարձրացրի, պատրաստվելով ցավին, բայց հարվածը չհետևեց։ Դրան մեջ կանգնած էր Արմենը, ատրճանակը ուղղած Սմբատի վրա։ Ոստիկանություն, ձեռքերը վեր։ Նա սառեց, հետո դանդաղ բարձրացրեց ձեռքերը։ Ինչ դև է սա, ով եք դուք։ Քննիչ։ Արմենը քայլ արեց սենյակ, առանց սենքը իջեցնելու։ Դուք ձերբակալված եք Ալիսայի սպանության եւ Նարինեի նկատմամբ սպանության փորձի կասկածանքով։ Սմբատը ծիծաղեց։ Սա աբսուրդ է։ Իմ խորտ դուստրը մահացել է ավտովթարից, պատահար։ Իսկ կնոջս հետ պարզապես ընտանեկան վեճ է։ Ընտանեկան վեճ բժշկական ներարկիչով եւ կամրջի մասին խոսակցություններով։ Արմենը գլխով ցույց տվեց հատակին ընկած ներարկիչը։ Ամեն ինչ ցայնագրված է։ Ձեր յուրաքանչյուր բառը։ Նա ցույց տվեց իմ փոքրիկ խոսափողը։ Սմբատը գունատվեց, բայց արագ տիրապետեց իրեն։ Սա անօրինական է։ Առանց իմ համաձայնության ձայնագրությունը իրավական ուժ չունի։ Կյանքին սպառնալու դեպքում ունի, արարկեց Արմենը։ Բացի այդ, մենք ունենք եւս մի բան։ Այն հաբերը, որոնք փորձում է իր տալ կնոջդ, պարզվեցին ուժեղ գործող դեղամիջոցների մահացու չափաբաժին։ Եվ մենք գտել ենք քո մեխանիկին։ Նա արդեն ցուցմունքներ է տալիս, պատմում, թե ինչպես ես վճարել նրան Ալիսայի մեքենայի արգելակային համակարգը խաթարելու համար։ Նրա դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Դու ստում ես, ոչ մի ապացույց չկա։ Կան, հանգիստ պատասխանեց Արմենը։ Բանկային փոխանցումներ, հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ եւ իհարկե Ալիսայի հավաքած փաստաթղթերը։ Իդեպ, որտեղ են դրանք։ Սմբատը լռեց, շուրթերը սեղմած։ Կարևոր չէ, շարունակեց Արմենը։ Որոնումի ժամանակ կգտնենք։ Իսկ հիմա շրջվիր եւ ձեռքերդ դիր մեջքիդ հետևում։ Սմբատը դանդաղ շրջվեց, բայց փոխանակ հնազանդվելու կտրուկ նետվեց առաջ, փորձելով դուրս խփել ատրճանակը։ Արմենը հետ ցածկեց հեռավորությունը պահպանելով։ Մի հիմարացիր, դու միայն վատացնում ես քո դիրքը։ Սմբատը շուրջը նայեց, ինչպես անկյունում ընկած գազան։ Նրա հայացքն ընկավ բաց պատուհանի վրա։ Արմենը դեռ չհասցրած արձագանքել, նա նետվեց դեպի այն։ Կանգ առ, բղավեց Արմենը, բայց Սմբատը արդեն ցածկել էր պատուհանագոգից։ Հնչեց գրակոց։ Ես բղավեցի։ Արմենը վազեց դեպի պատուհանը, նայեց դուրս։ Նա ցածկել է գից շենքի տանիքը։ Նա շրջեց դեպի ինձ։ Դու կարքին ես, կարող ես մենակ մնալ, պետք է հետևեմ նրան։ Ես գլխով արեցի դեռ դողալով։ Այո, գնա, ես կարքին եմ։ Արմենը արագ սեղմեց իմ ուսը։ Փակիր դուռը, շուտով կգա աջակցության խումբը։ Նա դուրս վազեց սենյակից։ Լսեցի նրա ոտնաձայնները աստիճաններով, հետո մուտքի դրան խփոցը, մոտեցա պատուհանին, նայեցի դուրս։ Սմբատը վազում էր այգով դեպի ցանկապատը։ Արմենը հետապնդում էր նրան, ատրճանակը պատրաստ պահած։ Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ։ Դեռ մի քանի րոպե առաջ ես մահվան եզրին էի, իսկ հիմա Սմբատը այժմ գիտեր, որ բացահայտվել է։ Հուսահատ մարդը ընդունակ է ամեն ինչի։ Հանկարծ հիշեցի ուսապարկի մասին։ Նա ասել էր, որ այն թաքցրել է ապահով տեղում։ Որտեղ պետք է գտնեմ այն։ Մեքենան։ Պետք է լինի մեքենայում։ Արագ իջա ներքև, դուրս եկա հետևի դռնով դեպի ավտոտնակ։ Նրա մեքենան կանգնած էր իր տեղում։ Բացեցի բեռնախցիկը եւ սառեցի։ Այնտեղ ընկած էր Ալիսայի ուսապարկը, իսկ կողքին բենզինի տարա, պարան եւ բա։ Ամեն ինչ պատրաստ էր իմ ինքնասպանության համար։ Բռնեցի ուսապարկը, սեղմեցի կրծքիս, բոլոր փաստաթղթերը տեղում էին։ Այդ պահին փողոցում հնչեցին ոստիկանական սիրենաների ձայները։ Մի քանի րոպե անց բակը լցվեց մեքենաներով։ Ես դուրս եկա աստիճանը հարթակ, ձեռքիս ուսապարկը։ Ժամանակը ձգվեց, կորցրեց իմաստը։ Նստած էի բազմոցին փաթաթված վերմակի մեջ, որ ինչ-որ մեկը գցել էր ուսերիս։ Շուրջս կրկին մարդիկ էին համազգեստով։ Զգում էի ինձ կինոյի հանդիսատեսի պես։ Վերջապես դուռը բացվեց եւ մտավ Արմենը։ Նրա կոստյումը կնճռոտ էր, դեմքին քերծվածք, բայց աչքերը փայլում էին։ Մենք վերցրինք նրան, Նարինե, նա ձերբակալված է։ Նա դիմադրեց, փորձեց գետով փախչել, բայց մենք բռնեցինք նրան։ Ամեն ինչ ավարտվեց։ Նա այլևս ոչ ոքի վնաս չի հասցնի։ Ես գլուխս թափթվեցի։ Ոչինչ չի ավարտվել, Արմեն։ Ալիսան մահացած է։ Իմ աղջիկը չի վերադառնա։ Այն արցունքները, որոնք ամբողջ ժամանակ զսպում էի, վերջապես պորտկեցին։ Ես լաց էի լինում դեմքս թաղած Արմենի ուսին։ Սգալուր աղջիկաս, կորցրած տարիները, կործանված կյանքը։ Գիտեմ, հանգիստ ասաց նա գրկելով ինձ։ Բայց հիմա նա արդարություն կունենա, եւ դու կունենաս շանս ապրել առաջ նրա համար։ Ինչպես։ Ինչպես ապրել առաջ այդպիսի բանից հետո։ Օր առ օր, ասաց նա վերջապես։ Պարզապես օր առ օր, եւ մի օր ավելի հեշտ կդառնա։ Ոչ այսօր, ոչ վաղը, բայց կդառնա։ Իսկ մինչ այդ ինձ սպասվում էր նորից սովորել շնչել։ Աշխարհում, որտեղ այլևս չկար իմ Ալիսան, աշխարհում, որտեղ ամուսինս դարձել էր հրեշ, աշխարհում, որտեղ արդարությունը հաղթել էր, բայց բերել էր ոչ թե ուրախություն, այլ միայն դառը այրված մոխիր, այնտեղ, որտեղ ժամանակին եղել էր իմ կյանքը։ Այս դժոխքով անցնելով ես հասկացա մեկ պարզ բան։
Ամենասարսափելի բանտը ոչ թե այն է, որտեղ գցեցին Սմբատին։ Ամենասարսափելի բանտը այն է, որ մենք կառուցում ենք ինքներս մեզ համար, վիրավորանքներից, վախից եւ ատելությունից։ Կներեմ արդյոք նրան երբևէ։ Հավանաբար ոչ, բայց ես պետք է ներեմ ինձ։ Ներեմ կուրությանս, միամտությանս, այն բանի համար, որ չկարողացա պաշտպանել իմ երեխային։ Միայն այդ մեղքը թողնելով ես կկարողանամ իսկապես սկսել ապրել առաջ, այնպես ինչպես ուզում էր իմ Ալիսան։ Քանի որ չարի դեմ ամենամեծ հաղթանակը ոչ թե վրեժխնդրությունն է, այլ կարողանալ պահպանել իր մեջ լույսը եւ շարունակել ապրել, չնայած ամեն ինչին։ Ես հաճախ եմ ինքս ինձ հարցնում, արդյոք նա միշտ եղել է այդպիսի հրեշ, թե ինչ-որ բան է փոխել նրան։ Ինչպես եք կարծում, ինչը կարող է այդքան կտրուկ փոխել մարդում եւ դարձնել նրան հրեշ։ Փողը, մեկ այլ կին, թե ինչ-որ այլ բան։ Գրեք ձեր տարբերակները մեկնաբանություններում։ Ինձ համար կարևոր է հասկանալ սա։